Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Բինյան, մեկ այլ հացի անդրադառնանք ձեր սացիան հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած, որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք, հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է, այն չի ասում։ Մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի, կամ 7 շրջանով, կամ 5+2, կամ Լաչինի-Վիչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի-Վիչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց հավատում։ Ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հարցազրույցը ես մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Ժամը 6-ից գրոհեց Facebook-ում։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից մյուշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ, ես Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտալսկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկել, չի եղել։ Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ, որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում, այսպես կարմիր թելով գծված, իրենք երկուսն էլ նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, ձեզ մեղադրումը դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահրեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրանք։ Դե շուրջան ասում եմ, ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք, նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետքա հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, դիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակ ես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու դիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Ռուբինյան, մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում, այդ շրջանում իրենք
փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանն է եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում դուք այնուհանդերձ չեք կարծում որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ դառնա Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի Ռոբերտ Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի բնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմի, ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի եւ Ռոբերտ Քոչյանի այն բնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիայի է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը։ Ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմը 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1-ը 1-ինից չդառնա 1-ը 5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, եւ այսպես շարունակ։ Այդ դա է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ։ Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը, մի վարքյան, մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ, պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1-ը 1-ին հարաբերակցությունից դառել է 1-ը 5-ի հարաբերակցություն։ Ակնհայտ է որ այդ տարիները Համաձայն եք իմ փաստարկը։ Ոչ, համաձայն չեմ։ Դե տեսեք, բացատրում եմ, ակնհայտ է որ այդ տարիները, որովհետև այդպես չի իրականում։ Դուք Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1-ը 1-ի ու 1-ը 5-ի չի եղել։ Գուցե այդպես եղել, բայց դա չի եղել Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։ Դուք ասում եք որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ Չէ, ինչ եք դուք ասում։ Նպաստել են որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո։ Նպաստել են հետևյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց ամենից ասածով հիմա թվականակով մեզից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին։ Ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք։ Ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին այս դահլիճում, երբ որ ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հարց են տվել իրան բանակցությունների մասին, ասել է բանակցությունները կանգնած են, փակուղիում են։ Կանգնած են կարծեմ։ Հետո էլ ասում է, այլևս թեկուզ փակում ավելի լավ։ Հետո էլ ասում է, այլևս երկար ժամանակ մենք պետք է Բառացի չեմ հիշում, բայց ձեր գործն է, էլի գտնեք էցի։ Դա ասում եմ, մի խոսքով պետքա հույս չունենանք, որ չի լինելու բախում, այդպես մի բան։ Հարցազրույցներ տեսնենք, ասում եմ, որ շատ հաճախ է։ Դե գուցե դե հիմա գուցե տարբեր մարդիկ տարբեր ձև արդարացնում են իրանց իշխանության օրոք գործած սխալները, մեղքերը եւ այլն։ Փաշինյանի մասին վարչապետի հայտարարությունից հետո ձեր նիմախոսները ենթադրում են, որ զիջումներ կլինեն, ասենք։ Դե մի քիչ աբսուրդային է, հա։ Ձեր կարծիքով այդպիսի հնարավորություն
կարող է լինել, որ զիջումներ լինել եւ մենք դրա դեմ չկարողանանք ապրել։ Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, չնայած ինքը միշտ է խոսում, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արցախը, ասում են, այսինչ է, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը ինչ է ենթադրում, որ իրենք պետք է բնականաբար իրավական հիմքերը դնեն, իրար առաջ քննարկեն, կատի ունեմ ամբողջ սահմանազատման համար, տարբեր հատվածների, տարբեր թողեք ավարտեմ։ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն եւ այլն։ Իրականացնեն սահմանազատում, ստորագրեն վերջում սահմանազատման բաները, պրոտոկոլները, այսպես կոչված։ Ամենավերջում նաև պետքա պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետքա միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Չէ, հաստատ միջև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով, այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Արցվաշենի թեման ծագել է այն պահից, երբ որ Արցվաշենը օկուպացվել է։ Ինչ աշխատում հանձնել։ Գրավել են։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցախաշենում եմ այդ օրը։ Ես այդ օրը, բայց բան չէ, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ հիշում։ Դե տապեցուն կամ մի քիչ էլ։ Ինչ։